Ադրբեջանից հնչող մեղադրանքները Հայաստանի հասցեին չեն դադարում, պաշտոնական Երևանն էլ շարունակում է դիվանագիտական զուսպ քաղաքականությունը։ Սյունիքով անցնող ճանապարհ, Միացյալ Նահանգների մասնակցություն, հայ-թուրքական երկխոսություն, խաղաղության պայմանագիրն ու ոչ միայն Արարատ Միրզոյանի նախանշած վեկտորները։ Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն։ Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ։ Երևանում ակտիվացել են մեքենաների գողությունները, գողոնը ամենաթանկ պահեստամասերն են։ Մինչև 2026 թվականի ապրիլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ամբողջությամբ պատրաստ կլինի, վստահեցրել է նախարարը։ Եվրամիությունը Հայաստանին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտիմյանն է, բարև ձեզ։ Ադրբեջանից հնչող մեղադրանքները Հայաստանի հասցեին չեն դադարում, սակայն պաշտոնական Երևանը շարունակում է դիվանագիտական զսպվածության քաղաքականությունը։ Բաքվի հերթական հայտարարություններին արձագանքել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փորձելով ընդգծել, որ խաղաղության գործընթացը չնայած դժվարություններին շարունակվում է։ Միրզոյանը խոսել է ոչ միայն խաղաղության պայմանագրի ընթացքի, այլև Սյունիքով անցնող ճանապարհի, Միացյալ Նահանգների մասնակցության, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության մասին։ Որքան ադրբեջանական կողմը կշտամբում է Հայաստանի իշխանություններին, հանրությանը, պաշտոնական Երևանը կոշտ պատասխան տալու փոխարեն նաև դիվանագիտական մակարդակով փաղաքշում է Բաքվին։ Դիտարկմանը, որ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները չեն դադարում, Արարատ Միրզոյանը շարունակում է Բաքվի թելը թելել։ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են, դուք ասում եք, ես էլ կարող եմ ասել, Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում, հա? Համաձայն չեք, մենք մի րոպե առաջ խոսում էինք Ադրբեջանով Հայաստան մտնող բեռների մասին։ Կարող եք սա ապակառուցողական նկարագրել, կարծում եմ ոչ այդքան։ Հայ հանրությանը սակայն Ադրբեջանով եկող մի քանի փութ ցորեն գարիով չես կարող շեղել կարևոր խնդիրներից։ Հացահատիկային ու նմանատիպ դիվանագիտությունների հետ հանրությունը բազմաթիվ անգամ է առերեսվել։ Հայաստանի քաղաքացուն իր երկրից օկուպացված տարածքների վերադարձի հարցն է հետաքրքրում եւ ոչ թե երկիր մտնող ցորենն ու գարին։ Եվ սա այն դեպքում, երբ Ալիևը հայկականը թուրքական տեղանուններով է կոչում, որքանով է Ալիևի այդ խոսույթը տեղավորվում խաղաղության օրակարգի մեջ։ Չի տեղավորվում։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալիևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոքչա։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, հա, բանի մեջ խաղաղության նարատիվի։ Ես էլ կարող եմ ասել, կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան, խոսենք կենտրոնական իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։ Ադրբեջանը սակայն իր երկրի ղեկավարի մակարդակով չի ասել, ինչ տարածքով ու սահմաններով է ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանը շարունակում է խառնվել Հայաստանի ներքին գործերին, բանակցություններում առաջ է քաշում Հայաստանի սահմանադրությունը փոխելու նախապայմանը։ Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Եվ հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Ադրբեջանը ասում է, որ լավ, չեք կիսում այս մեր մոտեցումը, չեք համաձայն, շատ լավ, մենք էլ մեր կողմից չենք ստորագրում օրինակ բանը, կամ առաջ չենք գնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցն էլ հնչեցրեց թուրք լրագրողը, օգտագործելով Միջանցք բառը։ Միրզոյանը սակայն համաձայն չէր թուրք լրագրողի ձևակերպման հետ։ Կա այդ ենթակառուցվածքի պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի ստորագրությունը, նախագահ Ալիևի ստորագրությունը, նախագահ Թրամփի ստորագրությունը, եւ այդ անունն է TRIP։ Մնացած ով ինչ սիրած անունն ունի իր մտքում կամ ով ինչ բան ա գրում, երևի կիրառելի չի մեր հանդեպ։ Հայ-թուրքական բանակցային գործընթացի առումով ըստ Միրզոյանի հետաքրքիր նրբերանգ կա։ Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսությունը հայելային հակապատկերն է Ադրբեջանի։ Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի, հա, առանձին հարցերի շուրջ։ Թուրքիայի պարագայում ես կասեի ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել եւ կա շատ շոշափելի
Պրոբլեմն է նա եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել, եւ այսօր էլ կան, պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները, հիմա եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի։ Ըստ Միրզոյանի երկու երկրների միջև բացը փակ սահմանն է եւ այդ բացը պետք է լրացնել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը համոզված է, որ Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կլինեն սադրիչ հայտարարություններ, սակայն կարևոր է կենտրոնանալ ոչ թե դրանց, այլ իրական շոշափելի ձեռքբերումների վրա։ Այս մասին նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, թե իբրև 20-րդ դարի սկզբից ցարական Ռուսաստանի քարտեզներում Հայաստանի ներկայիս տարածքի տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունեն։ Ռուբինյանի համոզմամբ Վաշինգտոնի պայմանավորվածություններից հետո Ադրբեջանից հնչող հայտարարություններում շեշտադրումների որոշակի դրական փոփոխություն է նկատվում, թեև դեռևս լինում են ապակառուցողական հայտարարություններ։ Եթե հետ գնանք, տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ տեսնենք, բայց հետ գնալ պետք չի, պետք է գնալ առաջ։ Եվ դա է խաղաղության ամրապնդման եւ պահպանման ձևը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցում է ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն։ Հանդիպումից հետո Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան նշանակալի ներդրում է ունեցել Երևանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում։ Ռուսաստանի ներդրումը Հայաստանի եւ Ադրբեջանի դեռևս վերջնական չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում էական է։ Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանն արել է ամեն ինչ, որպեսզի իրավիճակն այնտեղ ավելի կայունանա։ Ի վերջո խաղաղություն լինի, ասել է Շոյգուն։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Միացյալ Նահանգներն է միակ երկիրը, որն աշխարհում արդեն 8 կամ 9 հակամարտություն է կարգավորել։ Հնարավորություն է ստեղծվել կազմակերպել Չինաստանից Հայաստան կոնտեյներային բեռնափոխադրումներ։ Մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գործադիր տնօրենը։ Ռուսական հացահատիկ տեղափոխող 15 երկաթուղային վագոն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Ադրբեջանից կհասնի Վրաստան, ապա Հայաստան։ Առաջիկա օրերին երկիր կհասնի նաև ղազախական հացահատիկ, հայտարարել է Մելնիկովը մամուլի հաղորդագրության մեջ։ Նա ընդգծել է, որ այժմ հնարավոր է Չինաստանից Հայաստան գնացքներ կազմակերպել, հավելելով, որ նոր երկաթուղային երթուղու գործարկումը կնվազեցնի վերին Լարսի գերծանրաբեռնվածությունը եւ բեռների առաքման արժեքը, հատկապես Սև ծովի ծովային հատվածով, որը ամենաթանկն է։ Երթուղին կարևոր կլինի ինչպես Հայաստան մեծ քանակությամբ հացահատիկ տեղափոխող ընկերությունների, այնպես էլ այլ գործընկերների, այդ թվում նավթամթերք ներմուծող ընկերությունների համար, ասել է Մելնիկովը։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարող է փոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը, հայտարարել է տրանսպորտային միջանցքների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեյշվիլին։ Վրացի մասնագետի խոսքով նոր երթուղիների բացումից հետո Վրաստանը կարող է կորցնել մինչև 2 միլիոն տոննա տարանցիկ բեռ, որը կազմում է միջին միջանցքով անցնող ընդհանուր հոսքի մոտավորապես 15-ից 20%։ Մյուս թեմաները քիչ անց։ Երևանում ակտիվացել են մեքենաների գողությունները, գողոնը ամենաթանկ պահեստամասերն են։ Շարունակենք թողարկումը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը եւ հատուկ ծառայություններին առաջարկներ ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման հնարավորության վերաբերյալ։ Հիշեցնեմ, ավելի վաղ Ռուսաստանը փորձարկումներ էր անցկացրել այնպիսի զինատեսակներով, որոնք ունակ են կրել միջուկային մարտագլխիկներ, զուգահեռ գրեթե նույն ֆորմատի փորձարկումներ են սկսվել նաեւ Միացյալ Նահանգներում։
Ազգային ժողովի իշխանական եւ ընդդիմադիր падգամավորները տնտեսվարողներից դժգոհություններ են ստացել, եթե 10 միլիոն դրամից ավելի հարկային հաշվետվություններում խախտումներ արձանագրվեց, բավական չէ, հայտնվում են իրավապահ մարմինների խոշորացույցի տակ, տնտեսվարողների պնդմամբ նաեւ թվերն են ուռճացվում, դժգոհել են նաեւ, որ գույքի առգրավումներ է արձանագրվել։ Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է, թե Պեկից հաճախակի ստացել են պատշաճ հաղորդում հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու մասին։ Փաստական տվյալների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Իմ հանձնարարությամբ նաև նախաքննության մարմինը իր գործունեությունը կազմակերպում է այնպես, որպեսզի առավելագույնս չխոչընդոտի տնտեսվարողի գործունեությունը։ Տնտեսվարողների երբեմն նախ առգրավում են գույքը, որը հետո ավելի երկար ժամկետով են պահում, քան դա կարելի է, եւ երկրորդ նաև պահանջում են վճարել ինչ-որ գումար ըստ իրենց, այսինքն որի հետ անհամաձայնություն ունի տնտեսվարողը։ Պատգամավորներն այսօր ավարտեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախնական քննարկումները հանձնաժողովներում։ Քննչական կոմիտե եւ հակակոռուպցիոնի բյուջեները հաջորդ տարի նախատեսում են ավելացնել։ Բյուջեի քննարկումների ընթացքում օրակարգային հարցերի կողքին հնչեցվել են նաեւ քաղաքական թեմաներին առնչվող հարցեր, կալանքների կիրառման պրակտիկայի, նաեւ քննչական գործընթացների արդյունավետության վերաբերյալ։ Խորհրդարանական հանձնաժողովներում պետբյուջեի ծախսերի ու եկամուտների քննարկումը հատում է եզրագիծը, իրավապահների հերթն է, քննչականն ու հակակոռուպցիոնն են եկել, երկու կառույցների բյուջեներն էլ հաջորդ տարի կավելանան։ Ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծով գործադիրն առաջարկում է հակակոռուպցիոնին տալ 3 միլիարդ 516 միլիոն 898 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ 1.5% ավելի է։ Քննչականի բյուջեն էլ եկող տարի կլինի 19 միլիարդ 205 միլիոն 877 հազար դրամ, աճը 219 միլիոն 653 հազար դրամ, կամ 1.2%։ Հարգելի գործընկերներ, կան հարցեր ֆինանսական մասով, չկան հարցեր, պարոն Սիրունյան, շնորհակալություն, դուք կարող եք գնալ։ Ֆինանսական մասով հարցեր չկան, խոսափողին մոտենալու հերթը քննչական կոմիտեի նախագահինն է։ Աճը հիմնականում պայմանավորված է 2026 թվականի հունվարի 1-ից պահնորդական ծառայության ներդրումից աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով։ Բյուջեի հետ կապված հարցեր չկան, նաև Արթուր Պողոսյանին պատգամավորներն առայժմ կոնկրետ դեպքերով մեկնաբանությունների ակնկալիք ունեն քննչականի նախագահից։ Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվում է Սամվել Կարապետյանի գործնի վերջո երբ են ուղարկելու դատարան, իսկ ինչպես ստացվեց, որ դատախազության համար Միքայել Սրբազանի հայտարարության մեջ հանցակազմ չկար, բայց քննչականն ամիսներ անց գտավ այն։ 811 քննիչներից 52-ին դուք ներգրավվել եք Սամվել Կարապետյանի գործի մեջ։ 52 քննիչ եք ներգրավել եւ գործը չեք կարողանում ուղարկել դատարան։ Ես կանխատեսում եի, որ դուք կասեք, որ այնտեղ փողերի լվացում կա, ծավալուն է գործը եւ այլն եւ այլն։ Մեր ձևով եկեղեցին պաշտպանելու հատվածը առանձին ուղարկեիք դատարան։ Միասնական մեղադրանք գոյություն ունի, երբ որ մեղադրանք եք ներկայացնում, օրենսդիրը մի մեխանիզմ է նախատեսել։ Չեն կարող մեղադրանքը օրենսդրական ընդհանրապես հնարավորություն գոյություն չունի։ Չեն կարող տրոհել մի հոդվածը, մեղադրանքը տրոհել մի մասով ուղարկել դատարան, մի մասով շարունակել նախաքննությունը։ Ու հենց այստեղ կալանքների մասին Հայաստանի քրեակատարողականներում ավելի շատ կալանավորված կա, քան դատապարտյալ։ Թվերը մտահոգիչ են նաև արդարադատության նախարարության համար։ Քննչականի նախագահը տեղեկացնում է 16.4% կալանքի միջնորդությունները նվազել են։ Ընդդիմադիր պատիվ ունեմից սակայն քննչականի ղեկավարին խորհրդանշական նվեր են բերել։ Ձեռնաշղթաներ։ Ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելուց դուք կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի դա ամենաճիշտ որոշումը չէ։ Նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանն ընդհատում է Թովմասյանին բյուջետային հայտի քննարկման օրակարգից թույլ է տվել շեղվել, բայց իր խոսքով սա չի նշանակում, որ նիստը պետք է վերածվի իրավապահ կառույցների դեմ ֆլեշմոբերի։ Այսօր խնդրում եմ ձեռնաշղթան պահեք, հակառակ դեպքում ես կընդհատեմ նիստը։ Խնդրում եմ։ Այս նվերը ես այստեղ կթողնեմ, հուսամ, որ սա հայտարարագրման ենթակա է, էժան է եւ ձեզ որոշակիորեն կուղորդի հաջորդ անգամ ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել, արդյոք սա արժե կալանքի տանել այս քաղաքացուն։ Քննչականի նախագահը պատգամավորի սեղանից նվերը չի տանի, արձագանքն էլ կարճ։ Ինձ նվեր պետք չի։
Առավել եւս այդ խաղալիքը ես դրա իսկական ունեմ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նորաստեղծ ոստիկանության գվարդիայի հանդերձանքին եւ զինտեխնիկային գվարդիան նախատեսված է պետական նշանակության օբյեկտների պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաեւ քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակելու համար։ Ինչ գործառույթներ է ստանձնելու նոր ստորաբաժանումը եւ ինչպես են գնահատում դրա արդյունավետությունը իրավապաշտպանները։ Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Սրանք հարագազերն են, նոր է։ Այո, լրիվ ինչ տեսնում։ Սրանք լրիվ նոր են։ Այո, սա հայկական արտադրության է։ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է նորաստեղծ ոստիկանական գվարդիայի հանդերձանքին եւ գործիքներին, որոնցով զինված են լինելու այս նոր կազմավորման ծառայողները։ Ոստիկանության գվարդիան ստեղծվել է իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում։ Ուժային այս նոր ստորաբաժանումը գալիս է փոխարինելու ոստիկանության զորքերին։ Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, որ դեպքում եւ ինչ պայմաններում ոստիկանությունը եւ ոստիկանության գվարդիան կարող է ուժ կիրառել։ Ոստիկանության գվարդիայի ստեղծման վերաբերյալ առաջին իսկ լուրերից հետո հնչեցին կարծիքներ, որ նոր կազմավորումը չակերտավոր աշխատելու է հիմնականում ցույցերի եւ հանրահավաքների ընթացքում։ Կառավարության ներկայացուցիչները սակայն հավաստում են, որ գվարդիան նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը, ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինություն ու վերապատրաստված անձնակազմ։ Հենց այս կառույցին է վերապահվելու պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պաշտպանությունը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը եւ քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը։ Ոստիկանության ծառայողն էլ պիտի իմանա որն է ուժի կիրառման իրադրությունը, որպեսզի իր մեջ էլ ինքը պետքա բավարար չափով տիրապետի, որ իր մեջ էլ մտավախություն կամ չլինի, հարց չլինի, ինքը այս դեպքում համաձայն օրենքի է գործում, թե համաձայն օրենքի չի գործում։ Իրավապաշտպանները սակայն այս նոր կազմավորման աշխատանքի որակի հետ կապված այնքան էլ լավատես չեն։ Հայաստանում պարբերաբար իրավապահ համակարգում ստեղծվում են ստորաբաժանումներ, որոնք ըստ կառավարության խոստումների նոր մակարդակի են բարձրացնելու ոստիկան քաղաքացի փոխհարաբերությունները։ 10 տարի առաջվանից միշտ եղել է տրեյնինգային ծրագրեր, դրսից մասնագետներ, բանակցային ոստիկանություն, այսինքն այդ ինչ որ պետք է ոստիկանը իրան բայր խաղ հավաքների ժամանակ դրա համար գվարդիա ստեղծելու հարց չի, այսինքն մի հատ որ դու դրեցիր ոստիկանության զորքերը չխ դարձան գվարդիա, մի երկու հատ հավելյալ տրեյնինգ արեցինք, բան ժամանակվա եղածները եթե էֆեկտ չեն տալիս, ոնց ինչից պետք է ելնենք, որ այս նորը տալու է։ Իրավապահների նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու մի տարբերակ կա։ Հետևողական լինել, որպեսզի օրինախախտ ոստիկանները պատժվեն, կարծիք են հայտնում մասնագետները։ Ոստիկանության զորքերի հրամանատար, օրինակ Հայկ Բաբայանը դառնում է գվարդիայի հրամանատար թե կամ տեղակալ, դա այն մարդը, որ մենք անցած տարի ցույց ենք տվել իրա ու ոստիկանության պետուղի հրամանով դռնակներն հետվում են ոչ մի բան չանող մարդկանց վրա։ Դա կադրերով կա, դա օբյեկտիվ հիմնավորված բան է։ Հիմա ինչն է բարեփոխում, երբ որ դու փաստացի նույն խախտումներ անող մարդկանց դնում ես վերա բրենդավորված ստորաբաժանման վրա։ Փոփոխություններից մեկով էլ ոստիկանության զորքերի սահմանների պաշտպանությանը ներգրավելու գործառույթն ալևս վերացվել է։ Գվարդիականները նման պարտականություն չեն ունենալու, ինչը եւս բացասական արձագանքի է արժանացել։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում հրատապության կարգով քննվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հանրային մեղադրողի միջնորդությունը։ Երրորդ նախագահի փաստաբանը դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ մեղադրող կողմի միջնորդությունը մերժվել է բացակայելու արգելք խափանման միջոցը չի կիրառվել։ Գործում է գրավ խափանման միջոցը, նշել է նա, նախկինում միավորված գործերով Սերժ Սարգսյանի համար խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը։ Լրագրողները Սերժ Սարգսյանին հարց են ուղղել, արդյոք պատրաստվում են լքել երկիրը, քանի որ ըստ դատախազության օպերատիվ տեղեկություններ են ստացել, համաձայն որոնց նա պատրաստվում է փախչել։ Նույնիսկ եթե ես վստահ եմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ թաղես, իմ երկիրն է, այս իրանց երկիրը չէ, իմ երկիրն է, ես իմ երկրից ու պետք է փախչեմ։ Երևանում ակտիվացել են մեքենաների գողություններն, այս անգամ թիրախում է Chevrolet Volt-ը, տուժած վարորդները պատմում են մեքենաներից գողանում են ամենաթանկ պահեստամասերը, շարժիչի ծածկը, կապոտ, լուսարձակները, ֆարեր, շարժիչի պաշտպանիչը, շիթ, իսկ վնասը հասնում է միլիոնավոր դրամների։ Թե ոստիկանությունը պարբերաբար հայտնում է բացահայտումների մասին, վարորդները դժգոհում են, գործերը հիմնականում կարճում են, իսկ գողերն արժանանում են ամենամեղմ պատիժներին։
Տեսանյութեր կան, որ մոտենում ուղակի ուժով փոկում են, իսկ սա ուղակի շատ պրոֆեսիոնալ կերպով ավտոմեքենան քանդել էին։ Այս Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայից գրեթե բան չի մնացել։ Վազգեն Այվազյանի մեքենան օրեր առաջ են բարիս բուն իմաստով թալանել։ Պատմում է, թե թռցրել են արժեքավոր մասերը, հասցնելով մոտ 1 միլիոն դրամի վնաս։ Մեքենայի վարկն ասում է նոր էր մարել։ Հիմա նորից պիտի վարկ վերցնի, մեքենան զրոյից հավաքի։ Ներկայացրել եմ, որ ինձ թալանել են, դրանից հետո քնիչը չի մոտեցել եւ 3 օր անց նոր ինձ կանչել են հարցաքննության։ Դրանից հետո արդեն զննությունը որպես այդպեսին տևել է երևի 1 րոպե, կարող 1 րոպե հետևած չլինի, քնիչը զուտ նայել է տեղանքում տեսախցիկ չկա եւ վերջ։ Մինչ այս բանը ոչ մեկի մեջ չի կապնվել։ Եթե անգամ ոստիկանությունը դեպքը բացահայտում է, դրանք ուղարկվում է քննչական կոմիտե, որտեղ էլ գործերը կարճվում են, ասում է փորձագետը։ Անգամ երբ մեքենաներից գողության դեպքերը գնում են դատարան, մեղմ պատիժ է կիրառվում։ Օրինակ տնային կալանք, առավել դժվար են բացահայտվում այն դեպքերը, երբ գողը համացանցով է գողունը վաճառում։ Այսինքն տուժողը փոխհատուցում կարող է պահանջել միայն այն դեպքում, երբ գործը ոստիկանությունից քննչական հասնի, այնտեղ չկարճվի ու դատարան ուղարկվի։ Եվ փաստորեն նյութական վնասի փոխհատուցման համար էլ վարորդը վնասի չափ գումար պիտի ծախսի դատարան հասնելու համար։ Վարորդների մեծ մասը խուսափում է այս շղթայից, ավելորդ գլխացավանք համարելով այն։ Տարիներ շարունակ ըստ մասնագետի որևէ օրենսդրական կարգավորում չեն արել։ Տարեստարի նման խմբավորումները ավելի են զարգանում։ Քաղաքացիները իրենք են փորձում սեփական ուժերով գտնել գողերին, օրենքում ըստ փորձագետի պետք է փոփոխություն կատարել։ Դատարանները մեր վճիռներ չտան, տնային կալանքներ չտան։ Պետք է պահեստամասերի առքովաճառքի շուկան կարգավորվի։ Պետք է ոստիկանությունում այդ տեղեկատվական համակարգի դեմ պայքարը ավելի արդիականացնեն։ Ներքին գործերի նախարարությունից ժամը լրատվականին ասում են, նույնիսկ հանցագործության դեպքը բացահայտվում է, սակայն քաղաքացին իրենից գողացած պահեստամասը հետ չի ստանում։ Դժգոհ է մնում իրավապահներից։ Նախարարը տեղյակ է խնդրից։ Ասում է, մեքենայի գողության դեպքերի թիվը 30% է, ինչ նստները այնքան էլ շատ չէ։ Բավարար է գնահատում։ Հիմա շեշտը դրել ենք խմբերի բացահայտմանը, որովհետև տեսնում ենք, որ կա պրոֆեսիոնալ խումբ, որը ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքում, Արարատում, Արմավիրում իրականացնում է այս գողության դեպքերը, եւ մի խմբի բացահայտումը թույլ է տալիս մեզ հետագայում համանման այլ դեպքերը նախ կրճատել եւ երկրորդ արդեն իսկ իրականացված դեպքերի մասով բացահայտման տոկոս ապահովել։ Հայաստանում միայն վթարների համար են ապահովագրում մեքենան, մինչդեռ օրինակ արտասահմանյան շատ երկրներում ըստ փորձագետի գողության դեպքում էլ գործը իրավապահներին չի հասնում։ Վարորդներն էլ գլխացավանքի մեջ չեն ընկնում։ Այդ դեպքում էլ ապահովագրական ընկերությունն է փոխհատուցում վարորդին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Էլեկտրոնային հարթակներում անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տեղադրելուց առաջ քաղաքացիները կպարտավորվեն տվյալ գույքը նախ գրանցել եւ ստուգման ենթարկել կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանի միջոցով։ Օրենքների նոր փաթեթի հիմնավորմամբ սա միտված է անշարժ գույքի շուկայում առաջարկությունների որակի բարձրացմանը։ Խնդիրն այն է, որ այժմ անշարժ գույքի վաճառքով զբաղվող կազմակերպություններն առաջարկում են գույքեր, որոնցից շատերը փաստաթղթավորման հետ կապված խնդիրներ ունեն կամ այդ գույքի վերաբերյալ տվյալները ոչ ամբողջապես են համապատասխանում փաստաթղթերում նշվածին, ինչը կարող է գնորդին թյուրիմացության մեջ գցել։ Պատգամավորներին սակայն մտահոգել է այն հարցը, որ այս փոփոխության հետևանքով գնորդները զրկվելու են թեկուզև փաստաթղթերի հետ որոշակի խնդիրներ ունեցող անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ հայտարարությունները տեսնելու հնարավորությունից։ Պայմանական գույքա հողա, որի վրա կիսակառույց կա, որը պետական գրանցում չունի։ Գույքա թե չէ։ Հիմա ձեր տեսանկյունից կարող է կադաստրը քանի վկայական չունի, գույք չի։ Ենթադրենք կա մի գնորդ, որը ուզում է այդ գույքն էլ տեսնի։ Հիմա իր համար դա էլ է հետաքրքիր։ Հետևից կգնա կառնի թե։ Եթե դա հող ունի սեփականության վկայական եւ վրան կա օրինակ ինքնակամ կառույց եւ դա արկա է մեզ մոտ տեղեկատվությունը, մենք ասել ենք հարգելիներս իմացեք, որ այս հողը ցուցակագրվում է եւ իր վրա կա այսքան քառակուսի մետր ինքնակամ շինություն։ Եթե գնորդին էլ հետաքրքիր է, թող գնա այդ հանգամանքի հետ լույսի ներքո իր գործարքը իրականացնի։ Կվերադառնանք քիչ անց։ Մինչև 2026 թվականի ապրիլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ամբողջությամբ պատրաստ կլինի, վստահեցրել է նախարարը։ Եվրամիությունը Հայաստանին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Մեթեո աշխարհ սպասում ենք լիարժեք կարևոտ երկինք, ավելին հաջորդ հիվ։
Շարունակենք թողարկումը։ Հունվարի 28-ը զինված ուժերի տոն, նախորեն հունվարի 27-ը բոլոր պատերազմներում զոհված զինվորականների հիշատակի օր հարցը խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում են քննարկել։ Նախագծի հեղինակները ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն են։ Ըստ Ռուբինյանի այժմ կա այդ անհրաժեշտությունը սահմանելու մեկ հիշատակի օր, երբ կհարգենք հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհվածների հիշատակը։ Օրերի փոխկապակցվածություն ըստ նախագծի հեղինակների խորհրդանշական է։ Մեզ պետք է ընտրել այնպիսի օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օրը չէ, որովհետև եթե ընտրենք մեկ ռազմական իրադարձության օր, հարժեշտություն կառաջանա պարզաբանել, թե ինչու այդ օրը եւ ինչու ոչ մյուս օրը։ Եվ հետեւաբար եկել ենք եզրակացության, որ պետք է ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ կապ չունի, բայց որը որոշակի տրամաբանություն եւ սիմվոլիզմ ունի։ Մենք առաջարկում ենք հունվարի 27-ը սահմանել որպես հիշատակի օր, երբ որ բոլորը կհիշեն զոհերին, կխոնարհվեն նրանց առաջ, իսկ հունվարի 28-ը արդեն ավանդաբար, ինչպես նշել ենք, շարունակենք նշել որպես տոն։ Մինչև 2026 թվականի ապրիլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ամբողջությամբ պատրաստ կլինի։ Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով հուշասյան վերանորոգման գործընթացի շուրջ հնչող քննադատություններն անտեղի են, քանի որ կիրառվող տեխնոլոգիաները նորություն չեն։ Նմանատիպ աշխատանքներ կատարվել են նաև 2015 թվականին։ Նախարարը շեշտել է, մասնագետների խումբը վերահսկում է ամբողջ գործընթացը, որոշում ներկայացնելով բազմակի հետազոտություններից հետո։ Մինչև 2026 թվականի ապրիլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատրաստ կլինի, մշակույթի նախարարն է վստահեցնում։ Հուշահամալիրի աշխատանքների վերաբերյալ մանիպուլյացիաները ըստ Ժաննա Անդրեասյանի շատ են ու անտեղի, որովհետև այն, ինչ արվում է մույթերի հետ, նորություն չէ տեխնոլոգիական առումով։ 2015-ին էլ այդ նույն տեխնոլոգիայով է իրականացվել հուշասյան վերանորոգումը։ Անդրեասյանի խոսքով մասնագետների խումբը վերահսկում է ամբողջ գործընթացը։ Մույթերի վերանորոգման համար բազմաթիվ հետազոտություններից հետո միայն լուծումներ են առաջարկել։ Այդ լուծումները առաջարկել են ոչ թե միանգամից, այդ լուծումները առաջարկվել են բազմաթիվ հետազոտությունների արդյունքում։ Այդ թվում ուլտրաձայնային, ամենատարբեր նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք ցույց են տվել սալերի վնասվածության աստիճանը, դրանց փոխարինման հնարավորությունը։ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի վերանորոգման շուրջ փոթորիկը սակայն չի հանդարտվում։ Հավերժության տաճարի կիսաքանդ սյուների լուսանկարները մոնիթորինգի ենթարկելով ճարտարապետները անիրատեսական են համարում նախարարի ներկայացրած ժամկետները։ Նկատում հուշարձանի արտաքին տեսքն այլևս երբեք առաջվանը չի լինի։ Մեծ հաստ քարերը, որ կպատեին շատ մոնոլիտ կերպով, ու եթե ասենք 1-2-ը ինչ-որ վնասվել է, փաստորեն դրանց պատճառով ամբողջը օգեցին, ու դա իսկապես ափսոս է, ավելորդ շքեղություններ կրկին ասենք գումարներ դնել այդ ամբողջը ռեստավրացնելու համար, կարելի էր 1-2 պեկորի անդրադառնալ ընդամենը։ Ես ինքս դեմ եմ դրան, այնքան շատ են խնդիրները, այնքան շատ չենք հասնում, ուղղակի այս աղետին Երևանում տեղի ունեցող հետևենք։ Մեծ վնաս է հասցված հուշարձանին։ Այդ 3 մույթը, երբ որ ավարտեն, բացեն, նոր պարզ կլինի, թե ինչ արեցին հետը։ Ժողովուրդը նոր կտեսնի։ Հեղինակային ամբողջ լուծումները աղավաղված են։ Երեսապատումը դա այն մեծ քարերը չեն, որոնք որ այնտեղ հսկա քարեր 90, 180, 40 սանտիմետր խոշոր գույբաներ էին բազալտի։ Հիմա բերելու են 10 սանտիմետրանոց կամ 7 սանտիմետրանոց քարեր, բայց այն խորքային պատմամշակութային արժեքը, որը տրված էր այն նախկին քարերին, այլևս գոյություն չունի։ Մշակույթի նախարարությունից սակայն վստահեցնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաց է, թանգարանը նույնպես։ Աշխատանքներն այնպես են կազմակերպվում, որ չխոչընդոտեն այցելուների մուտքը։ Սվետլանա Ավդիշյան, ժամ լրատվական։ Հանրապետությունում անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար, 2 մարդ զոհվել է, 22-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 8-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Սվետլանա Ավդիշյանը։
Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում։ Ներքին գործերի նախարարն ու Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի փոխտնօրենը քննարկել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության եւ հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Նախարարի խոսքով Հայաստանը հանձնառու է իրականացնել բարեփոխումները նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ եւ դյուրին ճամփորդելու հնարավորություններ դեպի Եվրոպական միություն։ Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը կներդրվի 2026 թվականի հունվարից։ Փաթեթը կսահմանվի 129,600 դրամ։ Այս մասին նախարարն է հայտնել վարչապետին։ Ապահովագրության փաթեթի արժեքը պետական բյուջեից վճարվելու է մինչև 18 տարեկանների, 65 տարին լրացած եւ ավելի բարձր տարիքի քաղաքացիների, նաեւ հաշմանդամություն ունեցող առաջին, երկրորդ եւ երրորդ խմբերի անձանց համար։ Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում ըստ նախնական վարկածի սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու 3 եղբայրները ժամանակավոր տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն, հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նիստում են նախորդային որոշել։ Հոկտեմբերի 29-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 3 տղամարդ Գնիշիկ Մոզրով բնակավայրերի տարածքում ապօրինի հրազեններով որս են կատարում։ Ժամը 19-ի սահմաններում նրանց ավտոմեքենան հայտնաբերվել է Ագարակաձոր գյուղի վերջնամասում։ Նկատելով ոստիկանության ծառայողներին, 2 հոգի իջել են ավտոմեքենայից, մեկը նետել է որսը, Բեզուարյան այծի մարմինն ու կաքավները, մյուսն էլ որսորդական 2 հրացանն է նետել։ Քարագլուխ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, իսկ նրա 36-ամյա համագյուղացին ու Եղեգնաձորի 49-ամյա բնակիչը ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Մոտ 500 մետր հեռավորության վրա Եղեգնաձորցին նույնպես ձերբակալվել է, իսկ 36-ամյա տղամարդը ոտքով դիմել է փախուստի։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նոյեմբերի 3-ին նախաքննական մարմին է ներկայացել նաև փախուստի դիմաց 36-ամյա տղամարդը։ Այսօր ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհի 78 կիլոմետր հատվածում բախվել են Mercedes Մակնիշի GAZ 3110 մակնիշի ավտոմեքենաները եւ Volvo մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 մուքի մահացել է, կա 3 վիրավոր։ Քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկները նաեւ պարզել են, որ մինչեւ GAZ 3110 մակնիշի ավտոմեքենային բախվել է, Mercedes-ը բախվել է նաեւ դեպի Վանաձոր ընթացող Volvo մակնիշի բեռնատարին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում 5 շաբթին կանցնի լիարժեք արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 6 Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 15 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 16-ից 19, Լոռիում 13-ից 16, Տավուշում 14-ից 18 աստիճան։ Արարատում, Արմավիրում կդիտվի 16-ից 19, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 17-ից 20, Սյունիքի նախալեռներում 12-ից 16 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով։ Այս գիշեր սպասվում է 1-ից 3, ցերեկը 17-ից 19, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, ցտեսություն։